Աշխարհն այլընտրանքային էներգիայի կարիք ունի։ Բնական ռեսուրսները սպառվում են, կենսաէներգիայի կարևորությունը մեծանում։ Մայրբուհի գիտնականները հետազոտում են օրգանական թափոններից կենսաջրածնի ստացման ուղիները։ Այդ մոլեկուլները կարող են դառնալ այլընտրանքային էներգիայի աղբյուր, ասում են մեթոդն էկոլոգիապես մաքուր է։ Մաքուր էներգիայի աղբյուր է նաև այն համակարգերը, որոնք մոլեկուլային աջրածինն են առաջացնում, նրանք դիտարկվում են որպես անոդային կատալիզատորներ էլեկտրաքիմիական համակարգում եւ դրանց կիրառմամբ հնարավոր է ստանալ կենսաէլեկտրականություն։ Գիտնականները հետազոտության համար ընտրել են օրգանական այն թափոնները, որոնք շատ են արտադրվում տարվա ընթացքում։ Գարեջրի ածիկը եւ կաթնամթերքի արտադրության թափոն, որ դիտարկում ենք շիճուկը, իհարկե այլ օրգանական թափոններ եւս դիտարկվում են, բայց հիմնական թիրախը առայժմ ուրեմն այդ թափոններն են։ Մասնագետներն օգտագործում են հատուկ մանրէներ, որոնք արագացնում են գործընթացն ու նպաստում կենսաէներգիայի ստացմանը։ Մանրեներից են աղիքային ցուպիկը, ռալստոնիա, յուտրոֆիա մանրեները, որոնք ներկայումս առաջատար դիրք ունեն ոլորտում, ինչի համար, որովհետև հեշտ է նրանց հետ աշխատելը եւ արդեն բավական ուսումնասիրված է նրանց նյութափոխանակային առանձնահատկությունները, ֆերմենտները։ Սա կենսաջրածնից էներգիայի ստացման թեմայով արդեն 4-րդ նախագիծն է, որն իրականացվում է Հայ օգնության ֆոնդի անսև դրամաշնորհով։ Առաջին անգամ աշխատանքներում ներգրավել են նաև բակալավրի ուսանողները։ Մենք դիտարկում ենք մանրէների աճը թափոնների, տարբեր թափոնների միջավայրում։ Ես աշխատել եմ եգիպտացորենի եւ գարեջրի թափոնի հետ, որովհետեւ համեմատաբար մյուս թափոնների, օրինակ դրանք հարուստ են ածխաջրերով եւ ածխաջրերը հանդիսանում են յուրաքանչյուր օրգանիզմի համար, այդ թվում է միկրոօրգանիզմի համար հիմնական սննդարության աղբյուրը։ Փոլադյանը վստահ է, երիտասարդների ներգրավումը գիտական աշխատանքներում կնպաստի նրանց գործնական հմտությունների զարգացմանը։ Այդպիսով կադրերը կլինեն մրցունակ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Արամ Մարանդյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։